Նարեկ Կարապետյան։ Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, եւ փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաեւ մեր մոտեցումներ, մեր հակադրությունն է թուրքական իշխանության, քաղաքականության։ Միևնույն ժամանակ այսօր մի ուրիշ իրավիճակ է։ Ձեր խոսույթը խզում ունի մեր հարևան երկրի առաջնորդի խոսույթից։ Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։ Իլհամ Ալիևը 15 օր առաջ ասում է, որ մեր երկիրը կապիտուլացվել է։ Իլհամ Ալիևը մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է ատոմականը պետք է փակվի։ Երբ են իրանք վերադարձնելու մեր հողերը Պարավաքարում, Գորիսում, Ջերմուկում 2 տարի է սկսվել է դելիմիտացիայի process-ը։ Բայց ավարտվել է նրանով առաջի էտապը, որ մենակ մենք ենք տվել։ Մի փոքր բացառություններով։ Երբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, երբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք քծվել, որպեսզի մենք իմանանք, որ միակողմանի չի էսի, որ իրանք էլի չեն համոզում, վերջում տանեն, ձորից գցեն։ Շնորհակալ եմ հարցի համար, այստեղ շատ մեծ նորություն բացառվել։ Պարզվում է իմ խոսույթը դիսոնանս ունի, բայց միչև իմի ամբողջ խոսույթը ընդդիմության նրա մեջ էր, որ իմ խոսույթը ճշգրիտ նույնականը Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ։ Այս արձանագրենք որպես նորություն։ Երկրորդը, այս շատ կարևոր մի հանգամանքի մասին է խոսքը, որ տեսեք, մեր գիտակցությունը եւ քաղաքական խոսույթները ձևավորվել են ի արձագանք ուրիշներին։ Մենք միշտ եղել ենք ռեակտիվ, այսինքն մեր ասելիքը կախված է եղել նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այո, այդ թվում իմ, այդ թվում նախորդող շրջանի, այսօրվա Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունն է նա, որ ինքը իր ռազմավարական խոսույթները ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով, անկախ նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այս շատ կարևոր առանձնահատկություն է եւ ոչ սովորական մեզ համար։ Իմ դարաշրջանի եւ նախորդ դարի կեսերի, նախորդ դարաշրջանի եւ 19-րդ դարի կեսերի իրադարձությունները մեկնաբանելիս ես մեզ ուղված մեղադրանք չեմ ձևակերպում։ Ես ասում եմ, որ այդ բոլոր ողբերգությունների առանցքային պատճառն է նա, որ մենք չափից շատ ենք հավատացել արտաքին երաշխավորների խոստումներին, չափից շատ ենք հավատացել եւ թղթե շերեփի տրամաբանությունից ի վերջո պետքա դուրս գալ։ Եվ մենք դուրս ենք եկել այդ տրամաբանությունից։ Եվ մենք այսօր առերեսվում ենք, որ խնդրեմը մեր ժողովուրդը մի հատ լավ ասացվածք ունի, մենք որ ասում է վերքը մարմնին է ցավ տալիս։ Այդ վերքը, որը մերն է, մենք պետք է զբաղվենք այդ վերքերի բուժմամբ։ Մենք, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այո, առաջինը ես ինքս պետք է վերցնեմ պատասխանատվություն եւ ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը։ Մեր հողերը երբ են տալու։ Սահմանազատման արդյունքում այդ հողերի մեր լինելու փաստը ես դրա համար եմ ասում քյարքի, ոչ թե նրա համար, որ ես ադրբեջանամետ եմ, այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվի են քարտեզները, որոնք այսօր գտնվում են իրավական հիմքում խաղաղության, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։ Եվ ես ավելին ասեմ, ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի շատ պարզ տեխնիկական լուծումով։ Այդ տարածքները փոխադարձաբար մենք սահմանի երկայնքով կփռենք, կներեք այդ կոպիտ բառի համար, եւ ճշգրիտ Հայաստանի մի բան ակնհայտ է, այդտեղ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր լինելու այդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուրե է այդ թվում էս պահին։ Արձագանք երբ ենք շարունակելու process-ը եւ երբ են իրենք վերադարձնելու
2 տարի առաջ սկսված եւ կանգնած դելիմիտացիայի արդյունքում մեր հողերը։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը, ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները։ Շնորհակալ եմ ձեր հայտարարության համար, որովհետև դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք։ Որովհետև հիմա դուք ասցիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Դուք դրանով ապացուցեցիք այն, ինչ որ սկզբունքորեն ապացուցելու կարիք չկար էլ։ Դուք ապացուցեցիք, որ չեք ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև երկրի տարածքային ամբողջական, ցանկացած երկրի տարածքային ամբողջականություն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Տեսեք, այդ որ ասում եք դուք պարավաքարի հողերը, հնարավոր չի այլ դիրքորոշում ունենալ, այսինքն մի դեպքում այլ դիրքորոշում ունենալ, մյուս դեպքում այլ։ Որովհետև եթե մեր դիրքորոշումն է, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, դա մերն է, ուրեմն բոլորն եք ասեն, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, ուրեմն մերն է, եւ փակվեց թեման։ Էլ չեմ ասում դա կբացի ճանապարհ, ռազմական ուժով նորից վերցնելու։ Բա ինչի համար ենք ասում պատերազմի կուսակցություն։ Պարզ է, որ հիմա բան փողոցներում ավտոմատներով չեք քայլում, չեք էլ կարա քայլեք, հարցը այդ չի։ Բայց այն ինչ որ ասցիք, ուղիղ ապացուցեց այն, ինչ որ մեծ հաշվով ապացուցելու կարիք չուներ էլ։